այս մինչ ընդմիջումյան հատվածը ձեր դիտարկումները խափանման միջոցի երկարաձգմանը եւ այլն։ Ես ուղղակի չեմ պատկերացնում իրավական առումով այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ դեռ նոյեմբերի 14-ից կոնկրետ Նարեկ Սամսոնյանի մասով, մյուսը դեռ չունենք ոնց որ թե Նարեկ Սամսոնյանը պետք է տնային կալանքի տակ լիներ։ Դրանից ավելի խիստ խափանման միջոց, ինչպես ուղղակի տեսականորեն չեմ պատկերացնում, որոշումը մենք նախանձախնդիր կլինենք, որ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետեր չի կարծեմ։ Չէ, հանձնելը, հնգորյա ժամկետում մեզ տրամադրվի, սա մի բան է նշանակում, որ այս որոշումը նշանակում է, որ ինչ ուզեն, ում նկատմամբ ուզեն, ինչ ուզեն, կան, սա է նշանակում։ Կամելիքյան, նախորդին դուք խոսում եք այս կոլեկտիվ պատասխանատվության ենթարկելու դատարանի դիրքորոշման մասին, փաստացի այսօր էլ այդպիսի մի դրվագի ենք ականատես լինում, ինչ որ խմբի մասին են խոսում, չեն դիտարկվում առանձին արված հայտարարությունները, այս առնչությամբ ինչ կա։ Դա այլ հարց է, դա էլ շատ կարևոր, բայց ես կուզեի հիմա հատուկ անդրադառնալ վկայի հարցը։ Վկան ֆորմալ նշանակություն ունի, որ դե ինչ որ մարդ կա, որի վրա տեսականորեն կարելի է ազդել, անհասկանալի ինչ։ Մենք վերեցինք չգիտենք ինչ իմանանք։ Մենք վերեցինք հիմնավորում առայն, որ այդ մարդը ուղիղ նշել է, ուղիղ իրենց մոտ մեր գրածը չի իրենց գրածն է, որ ես այդ երկու հաղորդումների, իսկ մեղադրանքը բացառապես երկու հաղորդումների է վերաբերում։ Մարդը չի դիտել։ Ալեն Սիմոնյանը կարգավիճակ ունի, այս գործընկերությունից կարգավիճակ չունի, չէ, վկան, չէ, մենք գիտենք, անունազգանունը գիտենք, բայց այդ մարդու մասին որևէ այլ տեղեկություն չունենք։ Եվ դատարանը նաև դա եմ համարում ոչ ընդունելի մոտեցում եւ այս դատավարությունը չգիտեմ այլ կերպ կարելի է բնութագրել, քան ընդամենը ձևականություն եւ ֆարս։ Դուք հավելելու բան եք։ Չէ, չեմ հավելելու բան չէ, մի քիչ այդ բանի մասով ուղղակի Նարեկի, Սամսոնյան Նարեկի հացադուլի հետ կապված չէ, վերաքննիչի որոշումից հետո մի քիչ ավելի այսպես, եթե թույլ կտա Մելիքյանը, մի քիչ ավելի բան բացատրենք, հա, ինչի մասն է խոսքը։ Փաստորեն վերաքննիչ դատարանն ասեց, որ դեռևս այն ամենասկզբից կալանք տալը, կալանքը սխալ է եղել, պիտի լիներ տնային կալանք։ Այսինքն հիմա դատավորը, որպեսզի ավելի հասկանալի լինի, պիտի քններ ըստ էության ոչ թե կալանքը երկարացնելու հարցը, որովհետև կալանքը արդեն ասվել է, որ սխալ է, չէ կարելի, այլ տնային կալանքը երկարացնելու հարցը։ Սա ես ոչ թե իրավաբանական ձևակերպում եմ անում, այլ ավելի լայն հասկանալի լինելու համար։ Այսինքն ինքը էության մեջ պիտի դներ տնային կալանքը երկարացնելու կամ փոփոխելու հարցը։ Ու իմ համար, չգիտեմ, այս ամեն ինչ աբսուրդ էր, իրավաբանությունից դուրս էր, թե ոնց կար այս պայմաններում կալանքը երկարացնել։ Այսինքն ստորադասվել է մյուս դատարանի որոշումը, այդպես է ստացվում։ Մի կողմից էլ ստացվում է, որ դատարանը վերադաս ասել է, որ խախտել է, այն ժամանակ հիմա այս դատավորը նորից խախտեց նույն կերպ։ Հասկացա։ Ես երկու բառ կուզեի ավելացնել հացադուլի հետ կապված, անկեղծ ասեմ, Նարեկի հետ տեսակցության ժամանակ ինքը ուղիղ ասել էր, որ ես պատրաստվում եմ այս քայլին դիմել, ես չէի քննարկել, որովհետև ենթադրում էի, որ ինչպես նշեց Բաբայանը, որ վերաքննիչի որոշումից հետո ուղղակի կարելի է բացառելի համարել բանտային կալանքի շարունակվելը։ Բայց շատ հաստատակամ է Նարեկ Սամսոնյանի իր որոշման մեջ, դա նշանակում է, որ նրան պետք է առանձնացնեն, առանձին պահեն եւ սա քաղաքական դիրքորոշում է այս խայտարակությանը։ Ես հարգանքով պարտավոր եմ հարգանքով վերաբերել, բնականաբար ցանկալի բան չի, բայց ես պարտավոր եմ հարգանքով վերաբերվել այսքանը։ Հարգելի հետևողներ,